Ողջույն, ես Մանան Վարդանյանն եմ։ Այսօր մարզելու ենք որովայնի մկանները իմ հատուկ մեթոդիկայով, որը ավելի մանրամասն տեխնիկաները եւ ամբողջական համակարգը ներկայացված է իմ ամսական բաժանորդագրման իներցիա ակումբում։ Ինչ է իներցիան։ Իներցիան, ինչպես նշեցի, ամսական բաժանորդագրման ծրագիր է, բավականին մատչելի եւ հասանելի բոլորին եւ ուղղված է, նպատակը դրված է, որպեսզի օգնի, որպեսզի դուք ունենաք գեղեցիկ սլացիկ մարմին, հեշտ եւ պարզ տեխնիկաներով։ Առօրյայից չկտրելով ժամեր, այլ տրամադրելով 15-ից մինչև 30 րոպե, ստանաք առավելագույնը մարզումից, ամենակարևորը հաճույքով։ Այսինքն ամեն ամիս դուք ստանում եք նոր մարզումներ։ Բացի դրանից դուք ստանում եք նախորդ 3 ամիսների տեսագրությունները միշտ ձեր ձեռքի տակ են լինում, որպեսզի ցանկացած պահի դուք միացնեք մարզումները ձեր նախընտրած եւ կատարեք։ Մարզումները բազմազան են եւ ուղղված են կրծքավանդակին, ողնաշարին, որովայնին, կոնքին, շարժունակությանը, կեցվածքին, ոտքեր, այսինքն բոլոր գոտիներին բավականին մատչելի, հեշտ եւ արդյունավետ տեխնիկաներով։ Սա այն է, ինչը դուք սովոր չեք կատարել, անգամ կարող է զարմանաք տեխնիկաների պարզության վրա, բայց շատ արդյունավետ են։ Ամեն ինչ արված է, որպեսզի իներցիայում գտնվելը ձեզ տա բավականին մեծ արդյունքներ, դրա համար ունենք նաև հրավիրված մասնագետների հետ ուղիղ եթերներ, պարբերաբար ձեզ այցելում են հրավիրված մասնագետներ, հենց մեր թեմատիկայի շուրջ զրուցելու, այսինքն գեղեցկության մասնագետներ, հոգեբան, սննդաբան, բժիշկներ, այսինքն բոլոր մասնագետները ձեզ ուղղորդում են եւ պատասխանում են ձեր հարցերին։ Բացի դրանից ունենք ներդրված լոյալության համակարգ եւ ողջևորում ենք ձեզ, որպեսզի անընդհատ մարզվեք։ Եվ ամեն 3, 6, 9 եւ 12 ամիսը մեկ դուք ստանում եք նվերներ, այսինքն 3 ամսում, 6-րդ ամսում, 9-րդ եւ այդպես շարունակ։ Կրկին մոտիվացնելու, որպեսզի դուք շարժվեք, որպեսզի օգնեք ձեր մարմնին դառնալու ավելի լավը։ Բացի դրանից մենք ունենք հատուկ խորագրեր եւ կրթական եւ ժամանցային, ինչպես նաև ունենք ընդհանուր չաթ, որտեղ ողջևորում եւ աջակցում ենք իրար, մոտիվացնում ենք առաջ շարժվելուն, անցկացնում եմ նաև հարց-պատասխան սեսիաներ եւ ավելի խորը անդրադառնում այս կամ այն թեմային։ Հուսով եմ ձեզ դուր կգա իներցիա ակումբին մարզումները, որի մի օրինակը կկատարեք դուք հիմա։ Իսկ ակումբին միանալու համար կարող եք հետևել նկարագրության դաշտում նշված ցուցումներով։ Կհանդիպենք իներցիայում։ Դե ինչ, սկսենք մարզումը։ Այսօր աշխատելու ենք որովայնի հետ, բայց կողերի միջոցով։ Ինչ է դա նշանակում, մեր կողերը, եթե փռված են, բացված են այսպես, ու մենք կանգնած ենք հիմնականում արտակորված դիրքով ու կողերը վիզուալ տեսնում ենք, որ բարձրացած են վերև, դա մեզ խանգարում է հարթ որովայն ունենալու ճանապարհին։ Դրա համար մենք պետք է աշխատենք կողերը փակել, պետք է աշխատենք շնչել մեջքով, որպեսզի կարողանանք հասնենք արդյունքի։ Դրա համար մեզ այսօրվա մարզմանը անհրաժեշտ կլինեն մեծ եւ փոքր գնդակներ։ Սկսում ենք առաջին տեխնիկայից եւ պետք է նախ ավելացնենք զգայունակությունը, բացենք այս տարածությունը կողերի դիմացից, կողքից, հետևից ու նոր անցնենք տեխնիկաներին։ Սկսում ենք զգայունակության ավելացմամբ։ Մենք այսպիսի հարվածային շարժումներով վերևից ներքև սկսում ենք այսպես հարվածել ամբողջ մեր կողային մակերեսին։ Եթե գնդակ ձեռքի տակ չկա փոքր գնդակ, կարող եք բռունցքով անել այսպես կամ մի քանի նասկի իրար մեջ ամրացնել եւ դրանով կստանաք փոքր գնդակ։ Այսպես աշխատում ենք վերևից ներքև ու նույնը կատարում ենք մյուս կողմի համար։ Ահա, այսպես ներքևից վերև աշխատում ենք, ընթացքում շնչում ենք, այն տեղերը, որտեղ գնդակով հարվածում ենք այս կողային հատվածներին, զգում ենք, թե ինչպես է շնչառությունը գնում հենց այդ հատված, զգում ենք, թե ինչպես են կողերը բացվում եւ փակվում, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ։ Եթե ունեք 2 գնդակ, գնդակները այսպես 2 ձեռքով այսպես հարվածում ենք կողային մասերին։ Իջնում ենք ներքև, բարձրանում ենք, հարվածային շարժումներ ենք անում, ակտիվացնում ենք, այսպես։
Գնդակները դրեցինք կողք այս պահին եւ ձեռքերով այսպես սկսում ենք մերսել կողերը դիմացից հետևից այսպես ձեռքերը դնում ենք կողերին, կատարում ենք շունչ արտաշունչ զգում ենք ամեն անգամ ինչպես են կողերը բացվում ոչ թե ուսերով այլ կողերով շունչ ձեռքերը բացվում են դուրս արտաշունչ շունչ արտաշունչ դանդաղ հանգիստ հաջորդ տեխնիկան մենք բռնելու ենք այսպես հյուսվածքները ես ցույց տամ մաշկի վրայից այսպես բռնելու ենք առանձնացնենք ու շունչ անենք կարծես կողերին տեղ ենք տալիս շարժվելու շունչ նույնը հետևից առաջին քայլերը արված են հիմա վերցնում ենք կրկին գնդակը փոքր պառկում ենք կողքի վրա շարունակում ենք ակտիվացնել դնում ենք կողերի տակ այսպես ու պառկում ենք կողքի վրա ոտքերը բերում ենք առաջ 90 աստիճան ծնկային կոնքազդրային հոդում ձեռքը դնում ենք հատակին, հիմա գալիս ենք առաջ, քթով հասնում ենք հատակին և հրվում ենք հետ, առաջ հետ, գնդակը դրել ենք կողային հատվածում, կողերից սխալ ու ճիշտ դնելու տեղ չկա, հիանալի կլինի, եթե բոլոր հատվածները մշակելով անցնեք առաջ, հանգիստ շունչ, արտաշունչ, 4-5 անգամ ամեն կետում մնալուց կարող եք անգամ ներքև մի փոքր ուղարկել, հա, այսպես գոտկային հատվածից մի փոքր վերև, կողերը, ստորին կողեր, ներքևից բարձրանալ, վերևից իջնել ներքև, դնել մեջտեղ, այնուհետև վերև ու ներքև, որ տարբերակը ձեզ ավելի հարմար կլինի, ամենակարևորը, որ շնչում ենք ու արտաշնչում, շունչ, արտաշունչ, աշխատեցինք հենց մեջտեղի հատվածում ներքև ու հիմա կրծքի ուղղությամբ դրեցինք, այստեղ ամենացավոտ կետը կզգաք, խնդրում եմ դնել ոչ թե կրծքի մոտ, այլ հենց մեջտեղի հատվածում, դուք անպայման տհաճ այդ զգացողությունը կզգաք, հիմնականում 90% դեպքերում զգում ենք, այսպես, քանի որ այդտեղ շատ մկանների ամրացման տեղեր են ու շատ լարված վիճակ է, բավականին զգայուն է այդ հատվածը, դրա համար պետք է թուլացնել, կարող եք բարձրանալ վերև իջնել, այսպես, վերև, ներքև ու հիմա ձեռքը մնաց հատակին, մյուս ձեռքով բռնեցինք, ձախ ձեռքով օրինակ, հակառակ ականջը, աջ ականջը ու հիմա այստեղ շունչ, արտաշունչ, բարձրանում ենք վերև, շունչ, արտաշունչ, բարձրանում ենք վերև, շունչ, այս վարժությունը նաև հակառակ շնչառությամբ ենք կատարում, բայց այս պահին արտաշնչով բարձրանում ենք վերև, ևս մեկ անգամ անենք, հիանալի է, ու նույնը կատարում ենք մյուս կողմի համար, պտտվեցինք, դրեցինք մեջտեղի հատվածում, ու հիմա առաջ հետ, այսպես, սահուն հանգիստ գլուխը տեղավորեք ձեռքի վրա, ոչ մի լարվածություն մարմնում, մի պահեք, հանգիստ շունչ, արտաշունչ ենք կատարում, շունչ, արտաշունչ, շունչ, արտաշունչ, դանդաղ, հանգիստ, առանց շտապելու, բարձրանում ենք վերև դնում ենք ավելի ներքև, ստորին կողերի մոտ, բայց ոչ գոտկատեղում, շունչ, արտաշունչ, շունչ, կիսափակ բերանով կատարում ենք արտաշունչ, շնչում ենք դեպի գնդակ, ամեն անգամ զգում ենք, թե ինչպես շնչառությամբ հրում ենք գնդակը ու տեղափոխում ենք կրծքի ուղղությամբ, հենց մեջտեղի հատվածում, այստեղ գտնում ենք այն տհաճ կետը, որտեղ պետք է թուլացնենք և շունչ, արտաշունչ, քթով հասնում ենք հատակին և ձեռքով հրում ենք մեզ հետ։
Շունչ դեպի գնդակը, արտաշունչ, հրվեցինք, շունչ, արտաշունչ, կարող եք կատարել ձեր նախընտրած տեմպով, ցանկալի ավելի դանդաղ կատարեք, քան արագ, կամ հենց իմ արագությամբ, ինչպես ես հիմա ձեզ ցույց եմ տալիս։ Վերև ներքև կարող եք անել, մի սահմանափակ եք ձեզ, եթե զգում եք, որ մարմինը շարժում է պահանջում, անպայման լսեք ձեր մարմնին, ձեռքը ուղղում ենք, հակառակ ձեռքով գրկում ենք հակառակ ականջը եւ արտաշնչով բարձրանում ենք վերև։ Այստեղ ուզում եմ, որպեսզի գլուխը չքաշեք այսպես, հա, այլ ձեռքով հրվում եք հատակից եւ արտաշնչով բարձրանում եք վերև։ Շունչ, կողերը բացում ենք, արտաշունչ բարձրանում ենք վերև, շունչ, շնչում ենք դեպի գնդակը, դեպի կողերը, արտաշունչ, բարձրանում ենք վերև, եւս 2 անգամ, վերջինը, հիանալի է, հրվեցինք, բարձրացանք վերև, գնդակը դրեցինք մի կողմ, մեզ անհրաժեշտ չի լինի եւ վերցրեցինք մեծ գնդակը ու պառկում ենք կողքի վրա, սկսենք էլի հակառակ կողմից, մյուս կողմից, ու հիմա պարկելու ենք կրկին կողքի վրա, գնդակը տեղադրում ենք կրծքի ուղղությամբ, այս մի քիչ ներքև կողային հատված, այսպես, պարկում ենք գնդակի վրա, ձեռքը ուղղում ենք, ուշադրություն եք դարձնում, որ կոնք, ուս, գլուխ մի գծի վրա լինեն եւ սրունքները, ոտնաթաթերը մի գծի վրա, այսինքն 90 աստիճան պահում ենք կոնքային եւ ծնկային, կոնքազրային եւ ծնկային հոդերում։ Ձեռքը դրեցինք գլխի տակ կամ երկարացրեցինք ուղիղ, մյուս ձեռքը պահեցինք, գրկեցինք կրկին ականջը։ Ու հիմա այստեղ եթե ուշադրություն կդարձնել, կողը բարձրացել է վերև, հա, կարծես այսպես թռել է, հասել է առաստաղին։ Ու հիմա մենք կատարելու ենք շունչ, հենց կողի մեջ, կատարելու ենք արտաշունչ, առանց բարձրանալու, կողը իջեցնելու ենք ներքև։ Զգալու ենք, թե ինչպես կողը իջավ ներքև ձեռքի տակ, որից հետո նոր բարձրացնելու ենք մարմինը մի փոքր ներքևի ձեռքից հրվելով։ Շունչ, արտաշունչ, ու հետո նոր բարձրանում ենք վերև։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի զգաք, թե ինչպես է կողը իջնում ներքև։ Բարձրացանք, շարունակում ենք կատարել եւ լսում ենք ցուցումները։ Դա նշանակում է, երբ կողը իջեցնում ենք ներքև, դատարկում ենք ամբողջ ներքևից օդը, ակտիվացնում ենք մկանները եւ նոր սկսում ենք կատարել շարժում, այլ ոչ թե ուղղակի առանց մտածելու, այսպես վերև ներքև ենք կատարում, ներվորովայնային ճնշումը ակտիվացնելով, հա, այլ շունչ ենք կատարում։ Արտաշունչ ներքևից դատարկում ենք օդը, կողերը բարձր պահելով, վերջում երբ օդը դատարկեցինք, կողերը փակում ենք, կարծես դարպասը փակում ենք ու նոր վերջում բարձրանում ենք վերև։ 8 անգամ ենք կատարելու։ Վերև եւ ներքև։ Շատ կարևոր է, որպեսզի ուժը չտակ անմիջապես հենց միայն ձեռքին, կամ պարանոցին, կամ հենց ուղղակի մկաններով աշխատեք բարձրանալ, հա, այլ կարևոր է, որպեսզի շնչեք, արտաշունչ, կարծես ներսից պարաններով քաշում եք կողը, հավաքում ներքև, որից հետո նոր բարձրանում եք վերև։ Շունչ, արտաշունչ, բարձրացանք վերև, շունչ, ու կարծես երբ կողերը իջեցնում ենք ներքև, արդեն ավտոմատ մարմինը բարձրանում է վերև, շունչ, վերջին անգամ, հիանալի է։ Հիմա նույնը կատարելու ենք ոտքի հետ։ Ես մի փոքր տեղափոխվեմ վերև։ Ոտքը երկարացնում ենք։ Այսպես։
Ոտքը երկարացնում ենք, ավելի մեծացրեցինք ամպլիտուդան ու նույնը կատարելու ենք հենց այստեղ։ Շունչ, սկզբունքը նույնն է, արտաշունչ, ու հետո նոր ոտքը գալիս է ելման դրություն, ուղղակի իրարից առանձնացված վիճակով եւ իրանը բարձրանում է մի փոքր վերև։ Շունչ, ոտքը դնում ենք հատակին, արմունկով ձգվում ենք հակառակ ուղղությամբ, արտաշունչ, հավաքեցինք կողը ու բարձրանում ենք վերև։ Այստեղ երբ ոտքը ուղղել երկարացրել եք, ուշադրություն դարձնեք, որ գոտկային հատվածում այսպիսի արտակորում չունենաք, այլ մենք մնում ենք կրկին ուղիղ, որ դուք բարձրանաք վերև ու տեսնեք, որ կրունկ, կոնք, ուս, ականջ մեկ գծի վրա ենք։ Շունչ, ոչ թե ձեռքով ենք հրվում բարձրանում վերև, այլ հենց կողային մկանները կրճատելով բարձրանում ենք վերև։ Սրանից ավել բարձրանալ պետք չի, կարիք չկա։ Շունչ, եւս 4 անգամ։ Շունչ, 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 եւս մեկը, լիարժեք, արտաշունչից արդեն կզգաք, թե ինչպես են ակտիվանում մկանները ու բարձրացնում ձեզ վերև։ Վերջացնելուց հետո պտտվում ենք եւ կատարում նույնը մյուս կողմի համար։ Այսպես տեղավորեցինք գնդակը, ոտքերը ծալեցինք, ձեռքը ուղեցինք, մյուս ձեռքով բռնեցինք ականջը, կատարեցինք շունչ, տեղավորվեք հարմար, շունչ բացվեց կողը վերև եւ արտաշունչ։ Դատարկում ենք օդը, կողերը փակում ենք ու նոր բարձրանում ենք վերև։ Շունչ, մի կողը կզգաք ավելի շատ է բացվում, մեկը ավելի քիչ է բացվում, կամ երկուսը հավասար, կամ շատ քիչ կզգաք, կան երջանիկներ ում կողերը բացված չեն, այլ սիրուն հավաքված են ներսում, բայց ամենայն դեպս, եթե ունենք մենք խնդիր կամ հիանալի է, երբ որ չունենք խնդիր, աշխատենք լիարժեք բոլոր մկանների հետ։ Շունչ կատարեցինք, արտաշունչ իջեցրեցինք, հավաքեցինք եւ բարձրացանք վերև։ Չենք մոռանում, որ շունչը կատարում ենք կողերում, կատարում ենք մեջքում 360 աստիճան։ Փքում ենք, պատկերացնում ենք ամբողջ այս հատվածը մեր մոտ օդապարիկ է եւ օդապարիկը փքված է, փչում ենք, շնչում ենք, օդապարիկը բացվում է, արտաշնչում ենք եւ փակվում, հավաքվում է շունչ, արտաշունչ։ Շունչ, փքվեց որովայնը, արտաշունչ ներքևից դատարկվեց, հավաքվեց, կողերը փակվեցին ու նոր բարձրացանք վերև։ Եվս 3-ը շունչ։ Կիսափակ բերանով շունչ։ Անգամ կարող եք ձողիկ վերցնել եւ ձողիկով արտաշունչը կատարել։ Շունչ, եթե ձեզ մոտ ավելի դանդաղ է ստացվում, ոչինչ, ամեն մեկս հետևում ենք մեր շնչառությանը։ Միգուցե հակառակը չի ստացվում լիարժեք շնչել եւ ավելի կարճ է ստացվում, ամեն մեկս կատարում ենք մեր տեմպով,
ու հետևում ենք մարմնի ցուցումներին աստիճանաբար շնչառությունը ավելի խորացնելով։ 8 հատ կատարելուց հետո ոտքը երկարացրեցինք, ձգվեցինք, երկարեցինք, ձեռքը երկարեց վերև ու այստեղ ուշադրություն դարձեցինք, որ գոտկային հատվածում մենք չարտակորվենք, կոնքը չպտտենք առաջ, մի փոքր կարող եք կոնքը պտտել հետ, որպեսզի նեյտրալը պահեք։ Այստեղից գնացինք շունչ, ոտքով երկարեցինք, արմունկով երկարեցինք հակառակ ուղղությամբ, արտաշունչ, երկարելը պահում ենք, արտաշնչում ենք մինչև վերջ, ներսի մկանների հաշվին մոտեցնում ենք իրար եւ վերջում ուղղակի սահելով բարձրանում ենք վերև, ոտքը բերում ենք առաջ։ Շունչ, երկարեցինք, ձրքվեցինք արմունկով, ոտնաթաթով, արտաշունչ դատարկեցինք ու նոր բարձրացանք վերև։ Արտաշունչի ժամանակ կրկին փորձեք ձգվեք արմունկով եւ ոտնաթաթով դեպի ներքև, արմունկով դեպի վերև։ Դատարկեք ներսում գտնվող օդը, կողերը փակեք, որից հետո նոր բարձրացեք վերև։ Շունչ։ Կրկին, շունչ, ևս 3-ը, շունչ, երկու, վերջինը, շունչ, բացվեց կողը, արտաշունչ ներքևից հավաքեցինք, դատարկեցինք օդը, կողերը փակվեցին վերևից եւ սահեցինք, բարձրացանք վերև ու իջանք ներքև։ Հիանալի է, հրվեցինք ձեռքով, բարձրացանք վերև, արդեն պետք է ներսից դուք զգաք, թե ինչպես են աշխատում կողային հատվածները։ Ու հիմա պառկում ենք մեջքի վրա։ Ես պտտվեմ երևի թե այս դիրքով, որպեսզի արևը ինձ չխանգարի։ Հիմա դնում ենք գնդակը կողերի տակ, ստորին, հետին կողերի տակ։ Դնում ենք ահա այս դիրքով եւ պառկում ենք գնդակի վրա։ Այստեղ մեզնից անհրաժեշտ է լինելու, որպեսզի մենք բացվենք հետ, գլուխը դնենք համարյա հատակին, եթե չի ստացվում, մնացեք վերևում, բայց հանգիստ փորձեք տեղադրել։ Եթե չի ստացվում, կարող եք սրբիչ դնել գլխի տակ, եթե բացումը շատ խորն է ստացվում եւ տհաճություն է պատճառում։ Այստեղ ուշադրություն ենք դարձնում, որ գոտկային հատվածում այսպիսի արտակորում չլինի, այլ կոնքը պտտում եք դեպի հետ։ Ցայլոսկրը դեպի կրծքավանդակ եք բարձրացնում։ Այս շարժումն ենք կատարում եւ պահելով գոտկային հատվածում նեյտրալը, բացվում ենք միայն կրծքային հատվածով։ Լավ։ Այստեղ կատարում ենք շունչ, եթե նկատում եք արդեն կողերը բարձրացած են, հա, բացված են կողերը։ Հիմա այստեղից մենք կատարում ենք շունչ, արտաշունչ, փակում ենք միայն կողերը, օդը դատարկեցինք ներքևից, վերևում հավաքեցինք կողերը, ու երբ արդեն զգում ենք, որ կրծքավանդակով ենք ուզում փակենք, արդեն բարձրանում ենք վերև։ Այստեղից վերև բարձրանալ պրես անելու վարժությունը ընդհանրապես պետք չի։ Մենք բարձրանում ենք նեյտրալ դիրքի ենք գալիս, հա, կարծես պարկած լինենք հատակին։ Այստեղ ուշադրություն ենք դարձնում, որ արտաշունչը դատարկեցինք, որովայնը չի փակվում, հակառակը պորտը իջնում է, կարծես կպնում է ողնաշարին, կողերը փակվում են, ներսից մկաններով քաշում իջեցնում ենք ներքև եւ բարձրանում ենք վերև։ Գնացինք շունչ, ևս 6 անգամ։ Հերթականությունը չենք խախտում, կատարում ենք շունչ, կողերը բացվեցին, արտաշունչ, ներքևից դատարկեցինք, կողերը հավաքեցինք եւ սահեցինք վերև։ Գլուխը դնում ենք ձեռքերի մեջ եւ արանոցը չի լարվում ընդհանրապես, քանի որ ձեռքերով մենք պատրաստել ենք գամակ, հա, ու գլուխը տեղադրել ենք այդտեղ, ոչ մի լարում չկա։ Բարձրացանք վերև, արտաշնչից հետո շունչ,
ու բարձրացանք վերև։ Եվս 3-ը, շունչ։ Կողերը հավաքեցինք, բարձրացանք վերև։ 2 Վերջինը կատարենք։ Բարձրանալիս որովայն ընդհանրապես պիտի չբարձրանա վերև։ Քանի որ մենք հավաքում ենք, ակտիվացնում ենք մկանները ու ընդհանրապես բարձրանում ենք վերև։ Ահա այս դիրքով։ Հիմա նույնը կատարելու ենք, ինչպես նախորդ վարժության ժամանակ կողքի վրա պառկած ոտքը բարձրացնում ենք, հիմա նույնը կատարելու ենք այսպես, ոտքը բարձրացնելու ենք, ահա այս դիրքով։ Բերում ենք մեր վրա, չենք պտտում, այսպես 90 աստիճան կոնքային հոդում եւ ծնկային հոդում պահելով ու իջնում ենք ներքև։ Կրկին հերթականությունը նույնն է, կատարում ենք շունչ, կատարում ենք արտաշունչ, հավաքեցինք կողերը, իջեցրեցինք ներքև եւ բարձրացանք ոտքի հետ միասին։ Կարող եք կատարել ամեն ոտքով 8-ից 12 անգամ, 15 անգամ ու հերթով այսպես հերթագայել, հա։ Կարող եք միանգամից, ինչպես մենք հիմա կանենք, մի հատ կատարել մի ոտքով, մի հատ մյուս ոտքով։ Գնացինք, շունչ։ Արտաշունչ ենք կատարում եւ բարձրանում ենք վերև, փոխեցինք ոտքը։ Շունչ։ Արտաշունչ, հավաքեցինք կողերը, բարձրացանք վերև։ Հետևում ենք, որ գոտկային հատվածում ոչ մի շարժում չլինի։ Շունչ։ Բացվեցին կողերը։ Արտաշունչ, սեղմում ենք մյուս ոտքի ոտնաթաթով հատակին եւ բարձրանում ենք վերև։ Շունչ։ Հաջորդ բանը ինչին որ պիտի հետևենք, որ կոնքը չթեքվի, այսպես ուշադրություն եք դարձնում, որ կոնքի դիրքը մնա կրկին ուղիղ։ Շունչ։ Կողերը հավաքեցինք, բարձրացանք վերև։ Շունչ։ Կատարում ենք 7-րդ անգամ։ Շունչ։ Ութ կատարել ենք 4 անգամ ամեն ոտքի համար, շարունակում ենք եւս 8-ը։ Կողերը բացվեցին։ Շունչ։ Շունչ։ Միանգամից միշտ ապեք կողերը փակել, այլ դատարկեք օդը ներքևից վերև, վերջում դարպասը կարծես փակում ենք եւ բարձրանում ենք վերև։ Շունչ։ Եվս 4-ը։ Երկուական ամեն ոտքի համար։ Շունչ։ Երեք։ Արդեն պետք է մկանների ակտիվացումը լիարժեք զգալ։ Շունչ։ Թե ինչպես են խորը մկանները հավաքվում, ակտիվանում եւ օգնում բարձրանալու վերև։ Եվ վերջին անգամ շունչ։ Բարձրացանք վերև եւ իջանք ներքև։ Պտտվեցինք կողքի վրա եւ գնդակը հանեցինք դուրս։ Հիմա բարգելու ենք փորի վրա, շնչենք դեպի մեջք, որպեսզի եթե կար լարվածություն մեջքի հատվածում թուլացնենք ու ավարտենք մարզումը։ Հիմա կարող եք այսպես բարգել հատակին, գնդակը դնում ենք ստամոքսային հատվածում կողերից ներքև, ձեռքերը դնում ենք այսպես հատակին, գլուխը ձեռքերի վրա եւ գլորվում ենք կողքից կողք։ Եթե կզգաք լարումը շատ տհաճ է ստամոքսի հատվածում, կողերի հատվածում, փորձեք գնդակը թուլացնել,
Լարվածությունը աստիճանաբար կպակասի ու կկարողանաք ավելի ձիգ փչված գնդակով աշխատել։ Շնչում ենք դեպի մեջք, շունչ եւ արտաշունչ։ Քանի որ այստեղ գնդակը սահմանափակում է որովայնի շարժումը, ստամոքսային շնչառության շարժումը, արդեն մենք շնչում ենք դեպի մեջք։ Շունչ, արտաշունչ։ Շունչ, արտաշունչ, եւս մեկ անգամ։ Արտաշունչ։ Պտտվեցինք կողքի, բարձրացանք վերև եւ այսքանով ավարտեցինք մարզումը։ Ես սպասում եմ ձեր հետադարձ կապին, կհանդիպենք հաջորդ մարզմանը։